Ալիևները արդեն 30 տարի հայաստանյան ընտրությունների ամենաակտիվ մասնակից են։ Նրանք միշտ աշխատել են Հայաստանի Հանրապետության իշխանությունների օգտին, որպես դաշնակից։ Հարկ եղած դեպքում մեր ժողովրդին վախեցրել են սահմանային լարումներով, հարկ եղած դեպքում պոզիտիվ խաղաղասիրական դատարկ խոսքերով։ Ալիևները Հայաստանի Հանրապետության իշխանություններին ձեռք են մեկնել, հիմնականում համապետական ընտրությունների ժամանակ։ Այս անգամ Ալիևը ձեռք է մեկնում Գյումրու ընտրությունների առթիվ, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանության վարկանիշը ցածր է նույնիսկ գավառական հեղինակությունների եւ դոգի վարկանիշից։ Թուրքերը եւ ազերիները սա շատ լավ տեսնում եւ անհանգստանում են։ Թուրքական մամուլն է խմբով գալիս հարցազրույց վերցնելու։ Պատճառը շատ պարզ է։ 2020 թվականին հայոց բանակը չպարտվեց, նոյեմբերի 9-ին Ալիևը իր զորքի ուժեղության պատճառով չհասավ։ Այս շղթան պետք է կտրել, հակառակ դեպքում Հայաստանի բոլոր շահերը կտոր-կտոր հանուն իշխանություն պահելու, ջրի գնով ծախելու են մեր բոլոր թշնամիներին։ Մեզ հետ ոչ մի խաղաղություն չի կնքվելու, Հայաստանը մասնատելու են Ուկրաինայի եւ Սիրիայի պես, գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Նյութը վերցված է Նոյան Տապան YouTube-յան ալիքից։ Ամբողջական տեսանյութը դիտեք Նոյան Տապան YouTube-յան ալիքում։ Թրամփը բացելու է մարդկանց աչքերը։ Դա միշտ չի որ լինելու է հաճելի։ Դա լինելու է դառը ճշմարտության մասին տեղեկություն, բայց ժամանակն է ուշ է նույնիսկ, որ մենք իմանանք աշխարհը ոնց է աշխատում։ Իսկ այդ աչքերը բացելը բերելու է խաղաղության հակամարտությունների կանգնեցման, թե հակառակը։ Այդ աչքերը բացել ընդհանրապես մեր ժողովրդի համար, ինձ համար էլ մեր ժողովուրդն է առաջնային։ Թրամփի համար Ամերիկան առաջնային, իմ համար Հայաստանն է առաջնային ու հայաստանցին է առաջնային։ Դա բերում է նրան, որ հայաստանցին այլևս այս լոբիստներ ունենք, չէ՞, աչուձախ, որոնք մեկը, չգիտեմ, ռուսների լոբիստն է, մեկը արևմուտքի լոբիստն է, ամեն մեկը գովում են նա նրան։ Այդ մեր ժողովուրդը հայաստանցին հասկանալ է, որ այս լոբիստները ընդհանրապես հեքիաթ են պատմում։ Կապ չունի ում օգտին են պատմում։ Նրանք ընդհանրապես հեքիաթ ասածներ են։ Չնայած հեքիաթը լավ բան է, բայց այս դեպքում հասուն մարդկանց համար քաղաքականության մեջ նրանք ընդհանրապես հեքիաթ ասածներ են։ Նրանք ընդհանրապես գրավչանյութ են ներկայացնում։ Թրամփի օրոք դա կերևա։ Այ մեծ քաղաքականությունը ցույց կտա իրականում ինչեր տեղի ունենում։ Ուկրաինայի հետ այսօր ինչ տեղի է ունենում, պատերազմը չսկսած ենթադրել են, որ պատերազմը սկսելու է, դրա մասին արտահայտվել են, պատերազմի առաջին օրվանից էլ տենց ամիսներ շարունակ նշել են, որ ավարտվելու է այս տեսակ մի բանով։ Մինչև Թրամփի գալն եմ ասել, այ ժողովուրդ ջան, ձեր հաշվարկներն են ցարեք, որ կարող է Թրամփը գա։ Նրանից հետո ուրիշ բանալին, այ դրան պատրաստվեք։ Մի խոսքով այս ամեն ինչը, ելի ասում, ուզում եք ասեք բանը վերլուծություն, ուզում եք ասեք գուշակություն, ուզում եք ասեք հեռատեսություն, ինչ ուզում եք ասեք, այս ամեն ինչը ժամանակի ներկայացրել եմ, բացատրել եմ։ Եվ հիմա ավելի սենց ոնց, այ ու լսեք այն մարդկանց, ովքեր տասնյակ հազարավորներ դիտում ունեն, այդ ձեր էքսպերտները, օրինակ ուկրաինական պատերազմի մասին, այդ մարդիկ այսօր կամ քաղաքականություն են ուզում մտնեն, կամ քաղաքական վերլուծաբան են հանդես գալի։ Մի հատ լսեք իրանց, այսքան տարի խոսացել են, ու մի հատ լսեք այս համեստ բժիշկը կամ անհամեստ բժիշկը ինչեր խոսում։ Հիմա տեսեք մեզ դիցով է քաղաքականությունից հասկանում։ Ու ոչ Ռուսաստանի ջաղացին եմ ջուր լցում, ոչ արևմուտքի։ Մենք ընդեղից էլ ունենք ակնկալիքներ ստանալու բան, ընդեղից էլ ունենք։ Այնպես չի որ մենք ասած ակվարիումի մեջ փակվելու ենք, այդ ակվարիումի մի պատն է բաց լինելու ու մի պատը նայելու է դեպի արևմուտք։ Ավելին ասեմ, արևմուտք նայող պատը ուղիղ սահմանակից է Թուրքիայի հետ։ Այս պետք է հաշվի առնել։ Այստեղ էլ ուրիշ ավելի բարդ հաշվարկներ են։ Թուրքիա եւ ասած շատ բարդ հաշվարկներ են, բայց այնքան բարդ չի, որ մեր խելքը չհասնի։ Մեր խելքը դա հասնում է, հասկանում ենք։ Մնում է մեզ իլյուզիաներով, պատրանքներով չխաբենք։ Թրամփը կօգնի այդ ուսման պրոցեսին կաջակցի։ Մենակ խնդրում եմ կարճ հիշողություն չունենաք, հիշեք ով ինչեր էր խոսում ուկրաինական խնդրի հետ կապված, սիրիական խնդրի հետ կապված, то թեկուզ Արցախի խնդրի հետ կապված, հիշեք ով ինչ էր խոսում, հիշեք ես ինչ էի խոսում, հիշեք այն հայոյանքները, որ գալիս էին այդ խոսքի հետ կապված, ու հիմա տեսեք, մեզանից ով է կարում վերլուծություն անի, քաղաքական կանխատեսում անի։
Ամփոփելով, պարոն Մանասյան, վերադառնամ ձեր այն ասածին, որ մի մասը մեր ճակատագիրը, մեր փրկությունը կապում է Արևմուտքի հետ, մյուս մասը Ռուսաստանի հետ, բայց այս երկուսի արանքում ստացվում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, երբ ասում է, որ պետք չէ հակադրվել կողմերից որևէ մեկին կամ ընտրել կողմերից որևէ մեկը, այլ պետք է ընտրել Հայաստանի Հանրապետությունը, մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր շահերից բխելով համագործակցել բոլոր պետությունների հետ եւ բացատրել, որ մեկի հետ համագործակցությունը մյուսի դեմ չէ։ Հիմա որպեսզի մենք հասկանանք այդ ձեր Նիկոլ Փաշինյանի այդպիսի արտահայտությունը պոպուլիզմա թե բովանդակային խորքային միտք, եկեք մի հատ քննենք, էլի։ Եթե Հայաստանը իրոք ինքը ասում է, պետք է բոլորի հետ համագործակցենք, մեր շահերից ելնելով, բախի չի դուրս գալի տնտեսական միությունից, ասի ես նեյտրալություն եմ պահում։ Ինչի ասում, ես Եվրամիություն կմտնեմ, այն ժամանակ պատրաստ ենք ցանկ հենց թեկուզ վաղը ասում է, հենց Եվրամիությունը մեզ կանչեց, մենք կմտնենք Եվրամիություն։ Ասում է, չէ՞։ Մաքսային միությունից դուրս չի գալի, չէ՞, նեյտրալություն չի հայտարարել, չէ՞, ոչ ոքին չմիանալու ստատուս չի հայտարարել, չէ՞։ Չի ասել, չէ՞, բա ոնց է ինքը իբրև թե Հայաստանի շահերով, ինքը փաստացի ռուսական ուղեցրի մեջ մնալով պոպուլիզմանում Եվրոպայի օգտին, բայց գործով Ռուսաստանի ուղեցրի մեջ մնալով։ Գոնե ասի ես, հա, Ռուսաստանի ուղեցրի մեջ եմ, որոշ է, ստեղ եմ մտնում, դրա համար տնտեսական շրջանառությունը մեծացնում եմ, հասցնում եմ այսքան։ Թող ասի, ասեմ պոպուլիզմ չի։ Մարդը մտածում է, տղամարդավարի ասում է, բայց նա պոպուլիզմ անում։ Նա ով իրոք այդպես է իրան պահում, նա պիտի ուրեմն ասի, ես նեյտրալ եմ, ընկեր։ Ես նեյտրալ եմ։ Նեյտրալության գալու պահը պետք է հասունանա, պարոն Մանասյան։ Ուրեմն սուտ է ասում։ Դե եկեք փակենք այդ թեման։ Ուրեմն սուտ է ասում։ Ուրեմն նա կոնկրետ պրո-ռուսական քայլերով, պրո-եվրոպական խոսույթով յալա է գնում։ Մանևրում է։ Ինչքան ժամանակ, մինչև Ռուսաստանի գլուխը կխախանդվի։ Ռուսաստանի գլուխը խախանդվեց, բանա փոխվելու նրա ասացի մեջ էլ, արածի մեջ էլ, կտեսնեք։ Սխմելուց, որտեղից որ մի քիչ շատ սեղմեցին, չունի կոշտություն, նրա քաղաքականությունը չունի ամրություն։ Նա մի sense մածուցիկ, լորձային մի հատ վիճակ է։ Այս տեսակ երկիր, այս տեսակ սուվերենություն, այս տեսակ մեր խնդիրների լուծում չի լինելու։ Ու ոչ ոք չի ուզելու կրկնում եմ մենք լինենք իսկականից այնքան կոշտ, որ մեր սեփական, մեր բնույթին հարազատ քաղաքականություն վարենք, կյանք ապրենք։ Թելադրելու են, հասկանում եք, չգիտեմ, օրինակ, մինչև Թրամփը խոսում էին հիմնականում ներառականության մասին, հեսա Թրամփն եկել է, Եվրոպան էլ մի քիչ հեսա կռազմականա, կփորձեն արդեն այլ մշակույթ, այլ գաղափարախոսություն, այդ դրա տակ էլ ծրվելու են։ Ոնց թելադրում են, անես ծրվում են, ասես չի լինի, այսպիսի տուն չեն կառուցում նույնիսկ, այսպիսի ճկուն բան չի լինում, այ ընկեր, սա պետությունա թե ինչա։ Հիմա մենք ուզում ենք, ոչ թե սենց լորդի պես ամեն կողմի քամուց մի քիչ այս կողմ գնացող մի քիչ այն կողմ, չէ, մենք ուզում ենք կայուն պետություն, երկիր, կայուն երկիր ենք ուզում։